Գենետիկան կենսաբանության ճյուղ է, որը ուսումնասիրում է օրգանիզմների ժառանգականությունը ու փոփոխականությունը։ Այն բացատրում է, թե ինչպես են կենդանի օրգանիզմներից հատկանիշները փոխանցվում ծնողներից սերունդներին, և ինչու են մարդիկ, կենդանիները և բույսերը տարբեր միմյանցից։ Յուրաքանչյուր մարդ ունի իր բնորոշ արտաքին ու ներքին հատկություններ։ Դրանց մեծ մասը պայմանավորված է գենետիկական տեղեկատվությամբ։ Մարդու օրգանիզմը կազմված է բջիջներից։ Յուրաքանչյուր բջջի մեջ գտնվում է միջուկը, որտեղ պահվում է ԴՆԹ-ն դեզօքսիռիբոնուկլեինաթթուն։ Այն հատուկ մոլեկուլ է, որը կրում է ամբողջ ժառանգական տեղեկատվությունը, ունի կրկնակի պարույրի տեսք և կազմված է նուկլեոտիդներից, որոնք դասավորված են որոշակի հաջորդականությամբ։ ԴՆԹ որոշ հատվածներ կոչվում են գեներ։ Գեները ժառանգական հիմնական միավորներն են։ Յուրաքանչյուր գեն պատասխանատու է որոշակի հատկանիշի համար։ Օրինակ, գեները որոշում են աչքերի գույնը, մազերի կառուցվածքը, մաշկի գույնը, նույնիսկ որոշ ֆիզիոլոգիական և կենսաքիմիական գործընթացներ։ Մարդու օրգանիզմում կա հազարավոր գեներ, որոնք միասին ձևավորում են յուրահատուկ գենետիկական կառուցվածք։ Գենետիկայի զարգացման մեջ կարևոր դեր ունի Գրիգոր Մենդելը, ով համարվում է այս գիտության հիմնադիրը։ Նա կատարում է փորձեր բույսերի վրա և ուսումնասիրում, թե ինչպես են հատկանիշները փոխանցվում սերունդներին։ Նրա հետազոտությունները ցույց տվեցին, որ ժառանգականությունը ենթարկվում է որոշակի օրենքների, որոնք այսօր հայտնի են որպես Մենդելի օրենքներ։ Մենդելը առանձնացրեց դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ։ Դոմինանտ հատկանիշը արտահայտվում է նույնիսկ մեկ գենի առկայության դեպքում, իսկ ռեցեսիվ հատկանիշը միայն այն ժամանակ, երբ այն փոխանցվում է երկու ծնողներից։ Ժառանգականությունը հասկանալու համար օգտագործվում են հատուկ սխեմաներ, օրինակ Բենետի քառակուսին, որը օգնում է հաշվարկել տարբեր հատկանիշների փոխանցման հավանականությունը։ Գենետիկ տեղեկատվությունը միշտ չէ, որ մնում է անփոփոխ։ Երբեմն ԴՆԹ-ում տեղի ունենում փոփոխություններ, որոնք կոչվում են մուտացիաներ։ Մուտացիաները կարող են առաջանալ տարբեր պատճառներով և կարող են լինել օգտակար, վնասակար կամ չեզոք։ Դրանք կարևոր դեր ունեն էվոլյուցիայի մեջ, քանի որ նպաստում են օրգանիզմի բազմազանությանը։ Ժամանակակից գենետիկան մեծ դեր ունի գիտության և բժշկության զարգացման մեջ։ ԴՆԹ սեկվենավորման միջոցով գիտնականները կարողանում են ուսումնասիրել գենետիկական տեղեկատվությունը, հայտնաբերել տարբեր հիվանդությունների պատճառներ։ Գենային ինժեներիան և նոր տեխնոլոգիաները, օրինակ CRISPR մեթոդը, հնարավորություն են տալիս նպատակային ձևով փոխել գեները։